Երևի կասեք այս ինչ է դիմացը դրված, այս մրգերը խմորեղենը պատրաստված, գաթանք արանք ասենք, սիրելի քույր եղբայրներ, Տերը օրհնի մեր Նարինե քրոջը, ամեն, եկեք բուռը ծափերը մեր քրոջ, այս լավ աշխատանքի համար, հալելույա, Պենտեկոստեն բերքը հավաքի տոնն, ամեն, բերքի տոն կարանք ասենք, դրա համար ասում ենք Պենտեկոստե, ես կարդում եմ Ղևտացիների 23-ը, որ այս գեղեցիկ սեղանի մասին է խոսում, Ղևտացիների 23:15-17 խոսքերի մեջ այսպես ասում. Քրիստոսը մեռավ, մեռելներից հարություն առավ, հաջորդ օրը Տեր այս խոսքն է տալիս Պենտեկոստեի տոնն է գալի։ Հրեաներ ունեին 7 տոն, եւ այդ 7 տոներից զատիկից հետո գալիս է Պենտեկոստեն, եւ ասում է շաբաթվա օրը հաջորդ օրվանից, երբ դուք նվիրման խուրս կբերեք, հաշվեք ամբողջ 7 շաբաթ, որ անում է 49 օր, ամեն, մինչև որ 7-րդ օրվա շաբաթվա հաջորդ օրը հաշվեք 50 օր եւ նոր հացի նվեր մատուցեք Եհովային։ Եվ այս 50-րդ օրը Աստված Պենտեկոստեի ժամանակ իր հոգին թափեց եկեղեցու վրա։ Թող եկեղեցին ասի ամեն։ Ժողովուրդը եկել էին Իսրայել, հրեաները ցրված աշխարհով մեկ, նրանք բերել էին իրենց բերքը, նրանք բերել էին ցորենն ու գարին, որպեսի Տիրոջը ընծա մատուցեն, քույր եղբայրներ։ Եվ Տերը գիտեք, նա հենց ասել էր, որ գնացեք ու սպասեք, մինչև որ վերից զորություն առնեք։ Հալելույա։ Դրա համար ենք ասում Պենտեկոստե։ Շատեր ասում են ինչ եկեղեցի եք, ինչպես անվանենք, ասում ենք Պենտեկոստալ։ Այնպես չի ուղղակի մենք խենթ ենք, լեզուներով աղոթում ենք, ուղղակի չենք հասկանում, այո, Պենտեկոստալ նշանակում է, որ այդ Պենտեկոստեի 50-րդ օրը Աստված իր օքին թափեց եկեղեցու վրա։ Եվ դրանից ամենակարևորը եկեղեցին ծնվեց։ Հալելույա, փառք Հիսուսին, ամեն եկեղեցի։ Պատկերացնում եք, էլի եմ ասում, Քրիստոսը մեռելներից հարություն առներ եւ Պենտեկոստեի փորձառությունը չլիներ։ Եկեղեցին չէր ծնվի, այսօր մենք այստեղ չենք լինի, սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին։ Հովանու 12:24-ի մեջ Հիսուսը ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի եւ չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյուն կտա, ամեն։ Ուրեմն Քրիստոսը մեռելներից հարություն առավ։ Նրան դրեցին գերեզման այդ ցորենի հատը, եւ տեսնում ենք, երբ որ հաշվում ես 50-րդ օրը Աստված իր օքին թափեց եւ եկեղեցին ծնվեց։ Այդ ցորենի հատը ունի զորություն, Հիսուս Քրիստոսն է, փառք իրան եկեղեցի, ամեն, փառքեր Հիսուսին։ Այսօր Պենտեկոստեի մասին եմ խոսալու, ինչպես որ տեսնում եք էկրանի վրա դրված է արդեն Պենտեկոստե անունը գրված, QR կոդը կարաք սկեն անեք։ Քույր եղբայրներ, ձեր ընծանների համար շնորհակալ ենք։ 10-րդ ամեն բան, որ Տիրոջն եք տալիս, դա էլ բերքը հավաքի նման մի բան է, որ ամեն ամիս բերում եք, ասում եք Տեր, նվիրում եմ քեզ եւ վստահում եմ քեզ, փառք Հիսուսին։ Բանալի համար այսօր կարդալու եմ անհնարին է Պենտեկոստալ 50-ական եկեղեցում ասենք, այս օրը մենք չկարդանք Գործք առաքելոց առաջի եւ երկրորդ գլուխները, ամեն։ Անհնարին բան է, հալելույա։ Այսօր կարդալու եմ համարներ ու խրախուսելու եմ ձեզ, ուղղակի որ բաց լինեք Հիսուսի համար, քույր եղբայրներ, ամեն։ Գիտեք, անցյալ կիրակի մեր հովիվ Գրեգը շատ հետաքրքիր բան ասեց, ասում է, երկրպագության ժամանակ է շատ բժշկությունները լինում, ոչ թե հատուկ, որ ասում ենք եկեք առաջ աղոթենք բան, այդ ժամանակ Տերը կպնում է, այցելում է անհատներին, բայց շատ ժամանակ ասում է երկրպագության ժամանակ հոգին իջնում է ու Տերը կպնում է քո կարիքներին ու պատմեց, ասում է երկրպագության ժամանակ, ասում է ուրեմն ես բեմից իջնում եմ, ասում է երկրպագությունը երբ որ եղել էր, ասում է տենամ բորդի անդամները, խորհրդի անդամները դեմը նստած են ու սենց մի ուրիշ, ասում է ես 30 տարի այդ մարդկանց գիտեմ, բայց այս անգամ ասում է նրանց դեմքը մի ուրիշ ձև էր, ասում է, մի բան էր դրանց հետ կատարվում ու ասում է անդամներից մեկը ասում է խնդիր ուներ, որ իր ձեռքը չէր կարում ծալել, այս 5 մատերը չէր կարում ծալել, հենց այսօր ծառայության ժամանակ ասում, ու ասում է երբ որ հետաքրքիր է իջա ներքև, ու ասում է ձեռքը սենց ցույց տվեց ու սենց արեց,
ամբողջ մատերը սկսեցի ծալել երկրպագության ժամանակ։ Ամեն։ Հալելույա։ Եվ Տիրոջ հոգին գործում, այս տեսակը հոգին գործում։ Նա քամու պես գալիս, այսօր խոսալու եմ դրա մասին։ Չգիտես որ պահին, որ ժամ, ինչ անելու, ում ա կպնելու, ում կարիքին, ոնց ա գործելու Սուրբ Հոգին, մենակ բաց լինենք իր համար։ Փառքեր Հիսուսին։ Գործք առաքելոց 1:4 խոսքից եմ կարդում։ Խոսքը ասում է, որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, մեր Տերը Հիսուսն ասում, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո, այսինքն Պենտեկոստեի օրը, Սուրբ Հոգով կմկրտվեք։ Կմկրտվեք Սուրբ Հոգով։ Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի, Սամարիայի եւ մինչեւ աշխարհի ծայրերը, փառք Հիսուսին։ Հալելույա։ Գործք առաքելոց 2-րդը շարունակում է, այս խոսքերը առաքյալները վերցրեցին, հավատացին եւ գնացին բարձրացան Վերնատուն։ Վերնատան մասին արդեն խոսացել ենք։ Բարձրանում են Վերնատուն եւ խոսքը 2-րդ գլուխ Գործք առաքելոց առաջի համարից այսպես ասում. Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, այդ ղևտացիների համարը կարդացի, այդ օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին, միաբանությունը ունի զորություն, ամեն, միաբանությունը ունի զորություն, փառք Հիսուսին, հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց եւ լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին, եւ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, ինչպես կրակից, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով, եկեք ասենք բոլորը։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Եվ Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրեաներ, երկնքի տակ գտնվող ամեն ազգերից, եւ երբ որ այս ձայնը եղավ, տեսեք ձայնը կարևոր է, Խաչատուր եղբայրս ասեց, ձայնը կարևոր է, ձայնի մեջ կա զորություն։ Այսօր Հովիվ Գրեգն է նշեց, որ հոգևոր պատերազմի մեջ առաջի ճեղքումը գալիս է, երբ որ մեր ձայնը մեր մեջից դուրս է գալի, ամեն, ձայն եղավ, բազմությունը եկավ մեկտեղ հավաքվեց, որովհետև ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզվով խոսում էին, եւ ամենքը հիանում էին եւ զարմանում եւ իրար ասում էին, չէ, որ ահա սրանք ամենքը, որ խոսում են, Գալիլեայից են։ Ամեն քույր եղբայրներ, ինչ հրաշալի պատգամ։ Այսօր 3 ճշմարտություն եմ խոսալու Պենտեկոստեի մասին։ Ամենառաջի ճշմարտությունը Պենտեկոստեն եկեղեցու ծննդյան մասին է։ Ամեն։ Երբ որ մենք խոսում ենք Պենտեկոստեի մասին, քույր եղբայրներ, մենք ամենառաջինը չենք խոսում դեռ կրակը, ամպը, լեզուները, մենք խոսում ենք ամենառաջի բանը, որ եկեղեցին մեկտեղ հավաքված սպասում էր, ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին, եւ խոսքը ասում է 2-րդ համարը, Գործք առաքելոց 2:2 ասում է, հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն լցվեց, հնչեց եւ լցրեց ամբողջ տունը, հալելույա, փառքես Հիսուս։ Ես կարդացի մի քանի կիրակի առաջ, որ Անգե Մարգարեն խոստացել էր այս իրադարձությունը, որ պետք է լիներ։ Անգե Մարգարեն, սիրելներ, այս տունը փառքով կլեցնեմ։ Նա ասել է, Անգե 2-րդ գլուխ 5-7 խոսքերը, ասում է Զորքերի Տերը, այս վերջին տան փառքն ավելի մեծ պիտի լինի նախկինից։ Պենտեկոստեի օրը, երբ որ եկեղեցին ծնվեց, այդ եկեղեցու փառքը ավելի մեծ էր, քան թե նախկին Սողոմոնի տաճարը, քույր եղբայրներ։ Տեսեք, ես հիմա բացատրությունը կտամ ու դրա վկայությունն էլ կտամ, որ ինչ Աստված անում Պենտեկոստեի օրը եկեղեցու միջոցով եւ եկեղեցին ամենամեծ Քրիստոսի գործիքն է եկեղեցում։ Եղբայրս կարած երեխային տանես դուրս, խնդրում եմ, Տերը օրհնի։ Պենտեկոստեի օրը, ամեն։ Պենտեկոստեի օրը, սիրելի քույր եղբայրներ, Աստծո օգին իջավ եկեղեցու մեջ, Աստծո օգին սկսեց գործել, Աստծո օգին սկսեց եկեղեցուն արթնացնել եւ եկեղեցին գործի վերջի օրերի տեսիլքի համար, փառքեր Հիսուսին։ Ես հիմա շատ ժամանակ ասում եմ, գիտեք, երբ որ նայում ենք եկեղեցին, մենք նայում ենք անմիջական մեր եկեղեցին։ Եվ ասում ենք, եկեղեցին այսքանն է։ Միգուցե եթե մի երկու բան էլ էսկոմ չի լինում,
սենց հուսալքվում ենք, ամեն, եկեղեցին ավելի մեծ իմաստ ունի, Քրիստոսի տիեզերական եկեղեցին, սիրելներս։ Ես միշտ մտածել եմ այս համարը, որ անգե մարգարեի մեջ մարգարեն ասում է այս վերջին տան փառք ավելի մեծ պիտի լինի, քան նախկինից։ Տեր, ինչ ունես ասելու այս համարների միջոցով։ Սա է Տերը ասում, լսիր, սիրելիս։ Աշխարհում հիմա, հենց հիմա աշխարհում, ամեն օր Քրիստոսի մարմնին ավելացող մարդկանց թիվը կազմում է 174,000։ Պատկերացնում եք, Պենտեկոստի օրը քանի հոգի ապաշխարեց։ 3000 հոգի, հետո 2000 հոգի, հետո այս կրակը գնալով ավելի բռնկվեց, ամպը, տիրոջ ձայն, այս ձայնը Պենտեկոստեի աշխարհով տարածվում է, եւ հիմա նայում ենք ամեն օր աշխարհում 174,000 հոգի կյանքը տալիս է Քրիստոսին։ Հալելույա, սա հզոր բան է, սիրելի քույրս, եղբայրս։ Աշխարհում ամեն օր Քրիստոսի մարմնին ավելացող մարդկանց թիվը կազմում է 174,000։ Աշխարհում շաբաթական 3500 նոր եկեղեցի է հիմնվում, փառքեր Հիսուսին։ Իմիջայլոց ասեմ, եկեղեցին, սիրելի քույրս, եղբայրս, Ամերիկայում կա 350 հազարից ավել եկեղեցիներ, ամեն, Starbucks-ից ավելի, Walmart-ից ավելի, չգիտեմ, բերեք կանուններ տվեք, Apple-ը, ամենամեծ կորպորացիաները, եկեղեցին ամենամեծ տեղն է գրավում հիմա աշխարհում, Ամերիկայում, երևի հիմա շատ ժամանակ ասում ենք, բայց այսքան շատ եկեղեցիներ, այո, պետք են, դեռ պետք է սերմանեն, դեռ պետք է գործեն եկեղեցիները։ Իհարկե ասեմ, մի բանն է պակասում եկեղեցիների մեջ, միաբանությունը։ Երբ որ ասում եմ միաբան էին, Աստծո հոգին եկավ, իջավ, թափեց Աստված իր հոգին միաբան սրտերի վրա, ամեն, քույրս, եղբայրս։ Տեսեք ինչ գործ անում Աստված։ Այս վերջին տան փառք ավելի մեծ է նախքանից, ամեն։ Համոզված ենք հիմա, որ Սողոմոնի տաճարի մեջ 174,000 մարդ է չէր կարա տեղավորես։ Քրիստոսի մարմինը եկեղեցին ինչ հրաշք գործ անում երկրի վրա։ Հնդկաստանում ամեն ամիս 15,000 մարդ մկրտվում է ջրով։ Փառքեր Հիսուսին 15,000, սիրելի քույրս, եղբայրս։ Քանի հոգի մկրտվեց Պենտեկոստի օրը 3,000, 15,000 ամեն օր կյանքը տալիս է Հիսուսին։ Յուրաքանչյուր 7 եկեղեցիներում ծառայում է 1 հովիվ։ Պատկերացրեք ինչքան հովիվների կարիք կա, սիրելի քույրս, եղբայրս։ Ամեն, Աստված շարժվում է։ Չինաստանում կան մոտ 80 միլիոն ավետարանի հավատքի հավատացյալներ։ 80 միլիոն, սիրելիս, պատկերացրա, այս թիվը մի հատ պատկերացրա ինչ մեծ թիվ է։ Ամբողջ Պարսկաստանի բնակչությունը կազմում է 80 միլիոն, Թուրքիան 80 միլիոն։ 80 միլիոն ավետարանի հավատքի վերստին ծնված հավատացյալներ, հիմա այս տան փառք ավելի մեծ է, քան թե նախկինի ամեն եկեղեցի, համաձայն եք, հալելույա, և հիմա տեսնում ենք, որ ասում է, և այս բնակչությունը, որ 80 միլիոնը Չինաստանում, ասում է, դրանց թիվը ավելի արագ աճում, 5 անգամ եկեղեցու թիվը ավելի արագ աճում, քան թե բնակչության թիվը, ուղղակի սովորական այդ, ասում ենք, 1 միլիարդ բնակչություն կա որտեղ, 1 միլիարդից ավել Չինաստանում, չէ, բայց 80 միլիոն եկեղեցին 5 անգամ ավելի արագ աճում, քան թե այդ 1 միլիարդը Չինաստանում։ Քույրս, եղբայրս, Չինաստանում 1 երեխայից ավել երեխա չես կարող ունենաս։ Բայց ինչքան որդիներ են ծնվում Քրիստոսի մարմնի մեջ, ամեն օր, փառքեր Հիսուսին, 16,000 մուսուլման դարձի են գալիս Քրիստոսին, ասա ամեն օր, հալելույա, փառքեր Հիսուսին, ամեն ժամ 667 մուսուլման քրիստոնեություն է ընդունում։ Հիմա ժամը 12-ին ծառայությունը սկսեցինք, 1 ժամ անցավ, ժամը 1:06 660-ից ավել մուսուլման կյանքը տվել է Հիսուսին, ամեն, սիրելի քույրս, եղբայրս, հիմա դուք լսում եք այդ ձայնը քամու, դուք լսում եք, որ Սուրբ Հոգին գործում է, հալելույա, Տերը գործում է, այս տան փառք, այսինքն Քրիստոսի տիեզերական եկեղեցին մեկ եկեղեցի է, ես չեմ խոսում շենքերի մասին, ես խոսում եմ Քրիստոսի մարմնի մասին, մեկ եկեղեցի, որ մենք մասն ենք կազմում այդ 80 միլիոնի, այդ 15,000 մկրտված Հնդկաստանի և Աստված մեծ հրաշքներ անում
իր եկեղեցու միջոցով փառքեր Հիսուսին։ Ով կարա կանգնացնի եկեղեցին։ Ով կարա կանգնացնի այս քամին, այս կրակ, այս շարժը։ Ոչ մեկ, քույրս եղբայրս։ Դրա համար մեր Տերը ասեց, շատ պարզ ասեց, անգամ դժոխքի դարպասները չեն կարա դիմադրեն իմ եկեղեցուն։ Քանի որ եկեղեցին երկրի վրա է, եկեղեցին Աստծո մարմինն է գործող, պատերազմող ամեն դիվային ուժերի դիմաց, թող եկեղեցին ասի ամեն, հալելույա։ Եվ ասում է տան մեջ քամու ձայն լսվեց, քույրս եղբայրս։ Եզեկիել 37-ի մեջ մարգարեություն եղավ, որ այս քամին պետք է մեռած ոսկորները հարություն տա։ Եվ Եզեկիել 37-ին ասում է Աստված Եզեկիելին եւ ինձ ասաց մարգարեացիր շնչին, մարգարեացիրով մարդի որդի եւ ասա շնչին, այսպես է ասում Տեր Աստված, աշխարհի 4 հողմերից եկ, ով շունչ եւ փչիր այս սպանված ոսկորները, որ կենթանանան։ Հալելույա։ Սա իրականություն եղավ իմ եւ քո կյանքի մեջ, սիրելի եկեղեցի։ Այն պահը, երբ որ մենք Հիսուսին ընդունեցինք Տեր եւ անձնական փրկիչ, հիշում եք Հիսուսը երևաց առաքյալներին, աշակերտներին ասեց առեք Սուրբ Հոգին եւ փչեց նրանց վրա։ Նրանց մեռած, վախկոտ, վախեցած մարմինների վրա Քրիստոսի հոգին եկավ, զորության հոգին եկավ, սիրելի քույրս եղբայրս։ Եվ մեր Տերը ասեց գնացեք սպասեք, որ երկնքից զորություն պետք է առնեք եւ Սուրբ Հոգով պետք է մկրտվեք։ Երկրորդ ճշմարտությունը, որ ուզում եմ ասեմ, առաջինը, որ եկեղեցին ծնվեց, եկեղեցու ծնունդն է Պենտեկոստեն, եւ երկրորդը, որ Սուրբ Հոգու մկրտությունը եղավ Պենտեկոստեի օրը։ Սա հոր խոստումն էր, սիրելի քույրս եղբայրս։ Հոգին, քամին եւ կրակն անբաժանելի են։ Երբ որ մենք խոսում ենք Սուրբ Հոգու մասին, մենք չենք կարա առանձնացնենք քամին կրակից։ Ես շատ հետաքրքիր էր, որ Խաչատուր եղբայրս նշեց այդ համարների մասին։ Հենց լրիվ Սուրբ Հոգին եղբոր միջոցով խոսած, որ այդ համարները հենց գրել էի իմ քարոզի մեջ, ամեն։ Եվ ինչ ասեց երրորդ համարի մեջ, եւ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ ինչպես կրակից, եւ նստեց նրանց վրա, քույրս եղբայրս, հալելույա։ Ամպի ու կրակի սյունը, սիրելի քույրս եղբայրս, երբ որ մենք կարդանք Ելից 14:24-ը, հիշում եք Իսրայելի հետ ինչ կատարվեց։ Աստված նրանց Եգիպտոսից արդեն դուրս էր հանում։ Նրանք եկել էին, այդ ծովի առաջ կանգնել էին, եւ ծովի առաջ կանգնած նրանք էլ գնալու տեղ չունեին։ Իրենց ետևից եգիպտացիներն էին գալիս, դիմացը ծովն էր, ամեն։ Կարմիր ծովը, նրանք չգիտեին ուր պետք է գնան, ինչ պետք է անեն։ Եվ ասма տրտնջացին, լացեցին, աղերսեցին եւ ասեցին ինչ պետք է անենք Մովսես, եւ Մովսեսին ասեցին լավ չէր որ մնայինք Եգիպտոս, մեր սոխը, սխտոր, չգիտեմ, ուտելիք, այս տեսակ բաներ։ Աստված ասեց Մովսեսին մի վախեցեք։ Այն եգիպտացիներին, որ դուք տեսնում եք այդ վախի հոգին, նրանց էլ չեք տեսնելու։ Նրանք մնալու են ետևում, սիրելի քույրս եղբայրս, լսեք, սա շատ կարևոր է։ Ամենաառաջի անգամ, երբ որ մենք տեսնում ենք կրակն ու ամպը միասին ամբողջ 5 տակարանի մեջ այս համարի մեջ է գործում։ Այլ տեղեր 11 անգամ նշված է, որ ամպի սյունը առաջնորդում էր Իսրայելին անապատում, ամեն, առավոտյան ցերեկը եւ գիշերը կրակի սյունը, առանձին։ Բայց այս անգամ տեսեք, իմ եղբոր ասածն եմ այսօր ասում, որ երկրպագության ժամանակ ասեց, Իսրայելը կանգնել էր այդ ծովի առաջ, գնալու տեղ չուներ, ետևում թշնամին էր, ամպն ու կրակը միացան իրար, սիրելի քույրս եղբայրս, առաջի անգամ, երբ որ ամպն ու կրակը միանում է, գերբնականն է լինում։ Եվ այսպես է խոսքը ասում, առավոտը դեռ չբացված, Տերը կրակի եւ ամպի սյունից նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։ Ինչից նայեց? Ամպի սյունից եւ կրակից։ Ուրեմն ինչ էր կատարվում։ Այս քամին եկավ Իսրայելից առաջ ընկավ եւ ասма ամբողջ գիշեր այս քամին ասма ծովը բաժանեց, առանձնացրեց, ամբողջ գիշեր։ Ծով այսինքն քամին այսինքն Սուրբ Հոգու ներկայությունն է։ Ամեն ժամանակ էլի եմ ասում, չեն կարող հոգին, քամին եւ կրակը անբաժանելի են, իրարից առանձնացնենք։ Եվ տեսնում ենք այս ամպը եկավ,
ամպը իջավ, ծովը ճեղքեց, առանձնացրեց, բաժանեց, բայց կրակը ինչ էր անում այդ պահը, գիտեք։ Կրակն էլ Պարիսպ էր պատել, որ եգիպտացիները չկարողանան գան հասնեն իսրայելացիներին, ամեն, հալելույա, ամպն ու կրակը մեր հետ է, Տիրոջ զորությունը, Տիրոջ ամպը, որ մեզ պահում է, մեզ առաջնորդում է, սիրելի քույրս, եղբայրս, եւ նրա կրակը, մաշող կրակը թշնամիների համար, նրա կրակը մեր համար մկրտության կրակ է, զորության կրակ է եւ փառքի կրակ է, սիրելի քույրս, եղբայրս, թող եկեղեցին ասի ամեն, փառքեր Հիսուսին։ Մեր Տերը վկայեց այս կրակի մասին։ Ասաց Հովանեսը բոլորին Հովանեսը ասաց. Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց նա մեր Տերը ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով կմկրտի։ Համաձայն եք, որ այս խոսքը այո եւ ամեն է, քույրս եղբայրս։ Ուղղակի հավատա այս համարներին, այդ կարամ ասեմ։ Շատ ժամանակ կարող ասես, բա երբ է լինելու, ոնց է լինելու, լինելու է։ Դու մենակ հավատա ու աղոթի, փառավորի Տիրոջը քո աղոթքի, քո տան մեջ, Տերը քեզ լցնելու է իր ամպով եւ կրակով, թող Տերը փառավորվի։ Կրակն ու ել եմ ասում, կրակն ու ամպը երբ որ միանում է իրար, անգամ երկրի վրա շատ սարսափելի բաներ ա լինում։ Հիշում եք Լոս Անջելեսում ինչ եղավ։ Երևի ամիսներ առաջ էր։ Մի փոքր կրակ բռնկվեց։ Եվ քամին եկավ։ Եվ 3 հսկա մեծ տարածքներ Լոս Անջելեսում այրվեցին։ Մոխիրացան, վերացան։ Եվ շատերը իրար մեղադրում են քաղաքի նահանգապետը եւ բան ժողովուրդը ասում են ինչ կարայինք անեինք, որ այս բանը երևի սխալը սա էր, նա էր, ասում են չէ, սա մի այն տեսակ մի բան եղավ, կրակն ու քամին միացան իրար, սիրելի քույր եղբայրս։ Աստծո ներկայությունը ուղղակի որ ասեն, գիտեք, ներկայությունը զգան գնանք բավարար չի։ Մենք պետք է մտնենք կրակի մեջ, ամեն։ Ես հավատում եմ, որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը այդ կրակը, որ բորբոքված էր, անգամ երևի ժողովուրդը զգում էր մի բան, այդ ներկայություն, այդ կրակի ներկայությունը, բայց Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը մի այլ բան զգացին։ Նրանք մի այլ բան զգացին, երբ որ մտան կրակի մեջ։ Երբ որ կրակը մտավ քո մեջ, քույրս եղբայրս, հիշիր այն պահը, երբ որ կյանքը տալիս ես Հիսուսին, տվեցիր, հիշիր այն պահը, երբ որ Սուրբ Հոգով մկրտվեցիր, բորբոքիր այդ կրակը քո մեջ, ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին։ Պենտեկոստեի օրը գիտեք Աստված ինչ արեց, Աստված իր կրակով վառեց եկեղեցու աղոթքի զոհասեղանը։ Սա ես կարամ ասեմ։ Պենտեկոստեի օրը գնացեք մեկ գլուխ, առաջի գլուխը կարդացեք, Գործք Առաքելոց։ Հավաքված էին, աղոթեցին, եւ պետքա 2 աշակերտից մեկին ընտրեին Հուդայի տեղը, ինչ արեցին, ղուշ թեգիր գցեցին 5 կտակարանի օրենքի բանով, հաջորդ համարների մեջ տեսել եք այդպես բան անեն, չկա։ Պողոս Առաքյալը պետքա գնա միսիայի, Բարնաբասը, ով ուղարկեց, ասма Սուրբ Հոգին ասաց։ Գործք Առաքյալ, Սուրբ Հոգին սկսում արդեն հայտապես խոսալ իր եկեղեցու մեջ։ Ասո ամպը, կրակը, առաջնորդությունը եկեղեցու հետ է, ամեն, ամեն պարագաների մեջ, էլ այնպես չէր, որ ոնց անենք, ինչ անենք, շփոթությունը, ում հարցնենք, Սուրբ Հոգին խոսած, Սուրբ Հոգին ասաց, մի եղբայր ունեինք մեր մեջ, որ տարիներով, ով գալիս էր իրեն մի հարց էր տալիս, ասում էր, հարցրել է Սուրբ Հոգուն, ինչ ասում Սուրբ Հոգին, ասում դե չէ, ասում դե գնա հարցրե, հետո գաս իրար հետ կաղոթենք, ամեն, Սուրբ Հոգին խոսած, քույրս եղբայրս, հալելույա։ Պենտեկոստեի օրը Աստված վառեց մեր զոհասեղանը, եկեղեցու աղոթքի զոհասեղանը։ Ղևտացիների 9:24-ի մեջ այսպես է խոսքը ասում, որ երբ որ ամեն բան եղավ, խորանը կառուցեցին, ամեն բաները արեցին, եւ ասում է Տիրոջ արջևից կրակը դուրս եկավ եւ այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով այդ աղաղակեց եւ ընկան երեսի վրա։ Կրակն էր պակասում, զոհը կար, խորանը կար, քահանան կար, ամեն բաները կար, ծառայությունները կային։ Շատ եկեղեցիները նույն բաներն են կրկնում, հավատացեք։ Իմ վախը նա է, որ մենք էլ դառնանք հանկարծ սովորական եկեղեցի։ Սովորական 4 հատ երգենք, զոհը կա, էսի կա, բայց կրակը չկա։
Եվ ժողովուրդը սպասում էր, որ կրակը պետք է գա, եւ այդ զոհը վերջապես ընդունելի պետք է լինի։ Ամեն։ Տեսեք, ելի եմ ասում, եթե Քրիստոսը մահանար եւ մեռելներից հարություն առներ եւ ասեր լավ է Տերը օրհնում եմ ձեզ այդքան բան ու գնար ու վերջ, Քրիստոս զոհը կլներ, բայց եթե Պենտեկոստեն չլիներ, ինչ վիճակի մեջ կլիներ եկեղեցին, քույրս եղբայրս, ամեն։ Ուրեմն շատ կարևոր է զոհը եւ Սուրբ Հոգու կրակը։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Եվ ասում է ամբողջ ժողովուրդը Իսրայելի նայում էր, մեկը երկնքից կրակի իջավ այդ զոհասեղանի, կրակը բորբոքեց, զոհը ընդունելի եղավ, քույրս եղբայրս։ Եվ Ղևտացիների մեջ մի նախազգուշացում է տալիս Աստված Իսրայելին։ Զոհասեղանի վրա կրակը միշտ վառված պիտի մնա եւ պիտի չհանգի։ Եթե քո ներսի կրակը հանգել է, դրսի կրակը ուղղակի այդ փորձությունը չես կարող անցնես։ Իմացեք, դրսի կրակը միշտ կա, դրսի փորձությունը։ Ամեն մեկս անցնում ենք կյանքի փորձություններով, խնդիրներով, բայց քանի դեռ քո ներսի կրակը վառ է, քո զոհասեղանի, քո աղոթքի, քո սրտի զոհասեղանի, հավատա քույրս եղբայրս, ամեն դրսի փորձությունների մեջով էլ կանցնես ու հաղթանակած դուրս կգաս։ Սեդրակ, Միսակ, Հաբեդնակովի նման հաղթանակած դուրս կգաս ու կասեն անգամ նրանց մազերը չի խանձվել։ Սիրելի քույրս եղբայրս, ամեն, Տերը օրհնի, հալելույա։ Նույն զգուշացումը, նախազգուշացումը տվեց Պողոս առաքյալը, սիրելի եկեղեցի, ասա Տեր բորբոքիր քո կրակի իմ մեջ, բորբոքիր քո կրակի իմ մեջ, ես ուզում եմ լինեմ կրակոտ բորբոքված եկեղեցու մի մաս, հալելույա։ Պողոս առաքյալը ասում է հոգին մի մարեք, այսինքն Սուրբ Հոգու կրակը ձեր մեջ չմարեք։ Եթե Սուրբ Հոգու կրակը մեր մեջ մարեց, մենք իսրայելացիների նման գալու ենք ծովի առաջ կանգնենք ու հիշելու ենք անցյալը։ Եվ մարդիկ գիտեք, երեք մի տեղ էի գնացել եւ սա են ասում. վայ 90-ականների արթնությունը, վայ 90-ականների, ասեմ լսի, Երանի հասկանայիք ինչա կատարվում աշխարհում հիմա։ Մենք մնացել ենք փոքրիկ, նեղ, մանկամիտ վիճակի մեջ։ Միթե Սուրբ Հոգին, ես կարդացի 80 միլիոն, 15 միլիոն, մենք մեծ Քրիստոսի մարմնի մաս ենք կազմում, քույր եղբայրներ, մեկ եկեղեցի ենք, ամեն, այդպես տեսեք եկեղեցին, և Աստված իր եկեղեցու կրակը վառել է Սուրբ Հոգու կրակը, և այդ կրակն է, որ վառած է մնում, և այդ կրակը բարեխոսներն են, բարեխոսներ մի հանձնվեք, աղոթեք, պատերազմեք, ձեր խնդրվածները բարձրացրեք, չորեքշաբթի օրը եկեք, նորից աղոթենք, որ Աստված 80 միլիոնի տեղը 90 միլիոն Չինաստանում ապաշխարողներ լինեն։ Տեսեք նորությունները ինչ են ասում, նորությունները, Թրամփը թերիֆը դրել է, էկոնոմիկան սա է, սա կլինի, այս բանը նենց կլինի, Հնդկաստանը աշխարհը խառն է, գազ անես տեսակ բաներ, բայց Քրիստոսի նորությունը սա է ասում։ Երբ որ բացում ենք Սուրբ Հոգու ալիքը, Սուրբ Հոգին ասում է Չինաստանը ձեզ նեղում է, Չինաստանը այսինքն օրհնում է ձեզ։ Այսօր Չինաստանից 80 միլիոն վերստին ծնված հավատացյալներ, սա ուղղակի սովորական բան չի, որ ասեմ ամեն, սա Տիրոջ գործն է, փառքեր Հիսուսին։ Ուրեմն երկրորդը Սուրբ Հոգու մկրտությունն է։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Քանից եք ուզում Սուրբ Հոգով մկրտվեք, սիրելի քույր եղբայրներ։ Սուրբ Հոգով մկրտվեք, Սուրբ Հոգով մկրտվեք, ձեռքեր չեմ տեսնում։ Ովքեր Սուրբ Հոգով չեն մկրտվել, ովքեր Սուրբ Հոգով չեն մկրտվել, խնդրում եմ։ Հալելույա, ամեն, 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 ամեն։ Աղոթք ենք անելու չորեքշաբթի օրը այդ նպատակով։ Տիրոջ Հոգին, Աստված իր Հոգին թափելու է ձեր վրա, ու դուք տեսնելու եք Աստծո ներկայությունը ձեր կյանքի մեջ, փառքեր Հիսուսին։ Հալելույա, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ Երրորդը, որ ես ուզում եմ ասեմ, ու մեր երեխաները աղոթքը իրանք են ծառայությունը մեր ավարտելու, երրորդ բանը նշանն է, քույրս եւ եղբայրս։ Կրակը քամին, ձայնը լսվեց, եկեղեցին ծնվեց, ամեն, եւ ամենավերջի բանը բաժանված լեզուներ եւ միաբան հոգիներ։
Հալելույա։ Բաժանված էր լեզուները, բայց եկեղեցին միաբան էր, ամեն, փառքեր Հիսուսին։ Եվ երևացին նրանց բաժանված լեզուները ինչպես կրակից, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես Հոգին նրանց խոսել էր տալիս։ Միթե դադարել է Սուրբ Հոգու պարգևները։ Ոչ, Սուրբ Հոգու պարգևները գործելու է, եւ դրա համար Աստված ասում է դժոխքի դռները անգամ չեն կարող իմ եկեղեցին կանգնեցնեն փառքեր Հիսուսին։ Ես շատ կարևոր համար եմ հիմա ձեզ ասելու, սիրելիներ, այս լեզուների մասին, որ լեզուներով ասում է խոսեցին ինչպես Հոգին նրանց խոսել էր տալի։ Եթե մենք գնանք Ծննդոց 11-րդ գլուխ հիշում եք, միջև ջրեղեղից հետո մարդիկ խոսում էին մեկ լեզվով։ Պատկերացրեք, աշխարհի որ մասը գնայր, Google Translate բան, AI բան, sense բաներ պետք չէր։ Մարդկանց հետ խոսալու էինք մեկ լեզվով։ Չգիտենք այդ լեզուն ինչ լեզու է եղել, քույր եղբայրներ։ Շատերը ասում են հայերեն, չգիտեմ, հայերեն երևի կարանք ասենք։ Ինչ որ մի լեզու է եղել։ Բայց եթե հայերեն է եղել, այսպես մի բան կատարվեց։ Ասում է Աստված, ասում է, այս ժողովուրդը հավաքվեցին իրար, եւ հետաքրքիր է ժողովրդի առաջնորդը Համն էր, Համի սերունդը, որ նա այդ բան իրավունք չուներ աներ, բոլորին հավաքեց այդ անիծված որդին, եւ ասեց մի Բաբելոն, մի կառույց շինենք։ Եվ ասում է ինչի համար որ հասնենք Աստծուն մեր գործերով, այսինքն դա կրոնն է։ Երբ որ նրանք այս կառույցը շինում էին, եկան ինչ որ մի մակարդակի հասան, եւ Աստված ասեց եկեք իջնենք երրորդությունը եւ այս լեզուները խառնենք, ամեն։ Եվ այդպես եղավ, Աստված իջավ, լեզուները խառնվեցին, եւ հիմա մենք տեսնում ենք բաժանված լեզուներ աշխարհով մեկ, բայց ոչ միաբան։ Պենտեկոստեի օրը մենք տեսնում ենք, երբ որ Պենտեկոստեն եղավ, Աստված մարդկանց միաբանեց եւ այս բաժանված լեզուների միջոցով սկսեց ավետարանը խոսալ ազգերի մեջ, ամեն, քույրս եղբայրս։ Այս սուրբ գործը Աստված արեց եկեղեցու միջոցով, բայց Աստված ավելի մեծ նպատակ ունի։ Ես մի համար եմ կարդալու, ես միշտ կարդում եմ այս համարը Պենտեկոստեի օրը։ Աստված ավելի մեծ նպատակ ունի։ Հիշեք այդ խոսքը Անգե մարգարեի, որ այս տան փառքը ավելի մեծ է լինելու քան նախկինն էր։ Եվ այս տունը հիշում եք մենք խոսացինք երկնային Երուսաղեմը։ Այնտեղ որ մի օր բոլորս հավաքվելու ենք, Տիրոջ առաջ վերջապես կանգնելու ենք եւ տեսեք լեզուները, ազգերը ինչքան կարեւոր են Տիրոջ առաջ։ Այն ինչ որ Աստված Պենտեկոստեի օրը արեց, վերջապես մենք բոլոր ազգերն ու լեզուները միաբան տոնելու ենք մի օր այդ Պենտեկոստեն երկնքում։ Հայտնություն 7-րդ գլուխ 9-ից 10 խոսքերը։ Եվ սրանից հետո տեսա մի շատ ժողովուրդ, որ ոչ ոք չէր կարող համրել։ Ամեն ազգերից, ամեն ցեղերից, ժողովուրդներից եւ լեզուներից։ Շատերը ասում են դե լեզուն ինչ կա։ Լեզուն կարևոր է։ Երկնքում մենք մեր ինքնությունը չենք կորցնելու։ Եթե դու հայ ես եղել, հայ էլ մնալու ես, հալելույա։ Երկնքում ամեն լեզուները, ամեն ազգերը խոսալու են իրենց լեզուներով, երգելու են, մեծարելու են մեր հորը երկնքում ու բոլորը մեկը մեկին հասկանալու է։ Հասկանում եք սա ինչ է կատարվում։ Այն ինչ որ կատարվեց Պենտեկոստեի օրը, որ սկսեցին լեզուներով բաժանված խոսել ու լսում էին ու ասում են ես հասկանում եմ դա արաբերեն է, սա այս լեզուն է, նա այն լեզուն է, եւ հիմա երկնքում կատարվում է վերջնականը։ Պատկերացրեք, եկեղեցին ծնվել է, ամեն մի անհատ, որ Քրիստոսի մարմնի մեջ ննջել է, պատվական է սուրբերի մահը։ Ամեն սուրբերը առաքյալներից սկսած մինչև վերջի հոգին երկնքում ասում է ամեն ժողովուրդներից եւ լեզուներից կանգնած աթոռի առաջին եւ գառի առաջին եւ սպիտակ հանդերձներ հագած եւ իրենց ձեռքերում արմավենիներ եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում փրկությունը մեր Աստծուն, որ նստում է Աստծո վրա աթոռի վրա եւ գառին։ Հալելույա, հալելույա։ Զգում եք այդ Պենտեկոստեի կրակը։ Հալելույա, գնում ենք դեպի այդտեղ քույր եղբայրներս։ Աստված մեծ գործ անում։ Աստված բարձրացնում է փառավոր եկեղեցի։ Պենտեկոստեն ավելի մեծ նշանակություն ունի քույրս եղբայրս։ Եթե մենք այսօր, սիրելիներ,
Մենք չխրախուսենք մեր երեխաներին, այս մեր քաղցր երեխաներին, Սուրբ Հոգու մկրտությունը, լեզուների աղոթքը, ոնց են պատերազմելու այդ դիվային ուժերի դիմաց։ Մտածել եք դրա մասին։ Մտքով։ Դու ուզում ես գնաս մտքով պատերազմես։ Մտքով գնաս պատերազմես թշնամու դիմաց, միտքը մտքի դիմաց, որ թշնամին ամեն վարքյան մեր մտքին է հարվածում։ Մեր ամենաառաջի հարձակ մեր դաշտը, որ թշնամին մեզ հարձակում է, մեր մտքերին է հարձակվում։ Դրա համար ասում մտքի նորոգությամբ ապրեք եւ Սուրբ Հոգու ներկայությունը, զորությունը թող մեր մեջ գործի, ամեն։ Քույրս, եղբայրս, սա ուղղակի ես ձեզ խրախուսում եմ։ Բաց եղեք Աստծո համար։ Բաց եղեք Աստծո համար, Տերը մեծ գործ է անում։ Պենտեկոստեի օրը, Չորեքշաբթի օրը այսօր այստեղ աղոթելու ենք, ու ասել ենք Տեր քո օգին թափիր ամեն մարմնի վրա։ Եվ այսպես, երբ որ Սուրբ Հոգու մկրտությունը եղավ, 3000 հոգի զղջացին, ապաշխարեցին, եւ Պետրոս առաքյալը ասեց այս խոստումը ձեր համար է, հաջորդ սերունդի համար է եւ նրանց, որ դեռ հեռվում են, ամեն, այսինքն մեր համար, սիրելի քույր եղբայրներ, եւ մի գեղեցիկ խոսք ասաց, որ վերջին օրերում Աստված իր օգին թափելու է ամեն մարմնի վրա։ Ոչ թե միայն Իսրայելի վրա, ընտրված քահանաներ, թագավորներ, ամեն, ոչ թե միայն մարգարեների, ամեն մեկի վրա, ծառաների, աղախիների, ամեն կին, տղամարդ, երեխա, ամեն մեկի վրա է թափելու։ Եվ իր Պենտեկոստեի օրը իր կրակը մեր զոհասեղանն է բորբոքելու իր ներկայությամբ։ Եվ մի կարևոր խոստում է տալի Աստծո խոսքը։ Ձեր ծերերը երազներ կտեսնեն եւ ձեր երիտասարդները տեսիլքներ, ձեր երեխաները տեսիլքներ։ Այսօր ես կուզեմ, որ մեր երեխաները գան, սիրելի եկեղեցի, իրենք երգելու են։ Ես կուզեմ, որ ասենք Տեր, մեր ձեռքերը բարձրացնենք այդ երկրպագություն, սա ուղղակի երկրպագություն ալնելու։ 3 հզոր երգ են երգելու, 3 հզոր երգ։ Բացեք ձեր սիրտը, հնարավորություն տվեք, որ երեխաները տենան ձեր զոհասեղանը ոնց է վառված Սուրբ Հոգու կրակով։ Ամեն։ Եկեք ոտքի վրա կանգնենք այս աղոթքով, հիմա երեխաները բարձրանան բեմ, հալելույա, փառքեզ Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր Աստված։ Շնորհակալ ենք այս արթնության համար, սիրելի Սուրբ Հոգի։ Շնորհակալ ենք այս գործը, որ դու անում ես մեր մեջ։ Սուրբ Հոգի Աստված մեր երեխաների կյանքի մեջ։ Տեր, այսօր մենք այն եկեղեցին ենք, որ մենք հավատացել ենք, Տեր։ Մենք հավատացել ենք, որ քո օգին պետք է թափես ամեն մարմնի վրա, մեր երեխաների վրա, մեր ծեր քույր եղբայրների վրա։ Տեր, այսօր ես խնդրում եմ, որ մեր զոհասեղանը վառես եւս մեկ անգամ քո ներկայությամբ, քո կրակով եւ Սուրբ Հոգու մկրտությամբ, հալելույա։ Տեր, շնորհակալ եմ քո փառավոր եկեղեցու համար, որ քո եկեղեցին ծնվեց 2000 տարի առաջ եւ ամեն օր աշխարհում 3500-ից ավել եկեղեցիներ են ծնվում, փառքերը քեզ Հիսուս։ Եվ այդ տան փառք ավելի մեծ է, քան նախկինից։ Եվ թող եկեղեցին ասի. ամեն, 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 փառքեր Հիսուսին։